Ըստ սահմանադրության մեր երկիրը ազատ անկախ եւ ժողովրդավարական հանրապետություն է, ինչ է կարծում արդյոք մեր երկրում ամեն ինչ արդար է։ Ճիշտը որ ասեմ, շատ քիչ բան եմ նկատում, որ արդար մոտեցումներ կան։ Դատական համակարգը լիովին անարդար է, արդարադատությունը անարդար է։ Չեմ կարծում, որ կգտնեմ մի ոլորտ, որտեղ արդարություն կա։ Մանր-մուներ բաներում կարող է, բայց հիմնականում ոչ։ Իսկ այս համընդհանուր անարդարությունը ի վերջո մեզ ուր կտանի։ Անդունդ, Կա պայքարելու ձև։ եթե երիտասարդությունը ոտքի կանգնի, ինձ թվում է պայքարելու ձև միշտ կգտնվի։ Նկատի ունեք իշխանափոխություն։ Իշխանափոխություն կարող է լինի իշխանափոխություն, բայց ով կգա իշխանության գլուխ, դա ամենակարևորն է։ Ձեր կարծիքով այս պահին որևէ ուժ չկա, որ իշխանության գոլով կփոխի ինչ-որ բան։ Չեմ կարծում, որ չկա։ Իմ կարծիքով կլինեն ուժեր, ուղղակի միշտ խոչընդոտվում է այդ ուժերի ճանապարհը։ Արդար է, մեր երկիրը արդար է, քուր ջան։ Օրինակ, կարող եք ոլորտներ նշել, որտեղ դուք զգում եք այդ արդարությունը։ Արդեն զգում ենք, էլի քուրիկ ջան, որ առևտուր ենք անում, ոչ մեկ չի գալի ասում հավաքեք, դրեք, հանեք։ Մարդիկ թողում են առևտուր ենք անում, մենք մեր տունը կարում ենք պահենք, քուր ջան։ Քաղաքապետարանից երբևէ չեն եկել ձեզ մոտ։ Չեն եկել, ոչ մի անգամ չեն ասել մեզի, էսի հավաքեք տարեք հետ կամ դրեք առաջ, դες բան չկա։ Էսի ինչքան վաղ է արդեն, էս 2-3 տարի արդեն։ Ոչ մեկ մեզի չի գալի ասում հետ դրեք կամ առաջ դրեք։ Ես մեր երկիրը շատ եմ սիրում։ Ամեն ինչ լավ կլինի։ Հերու չէ, ցավոք։ Դժգոհություններ չունեք։ Հերու ազնվորություն, Լավատես եք։ լավատես։ Ըստ սահմանադրության մեր երկիրը ազատ անկախ եւ ժողովրդավարական հանրապետություն է։ Այդպես է կարծում։ Ձգտում ենք դրան։ Իսկ կան կոնկրետ ոլորտներ, որտեղ կարծում եք, որ արդար է եւ ոլորտներ, որտեղ որ արդար չէ։ Կան, որտեղ մարդիկ դժվար են փոխվում։ Ես ժողովրդական, ժողովրդական չի, ամբողջ բանա։ Կամաց արդարանում է։ Հիմա այդպես լրիվ չէ, 60-70%-ով կա արդարություն, այո։ Իսկ որ ոլորտներում կա արդարություն եւ որտեղ չկա։ Այսքան խոսալու ավեշ չունեմ, աղջիկը։ Դե Խոսալու շատ բան կա, բայց թե ինչ-որ չափով, էլի են մի քիչ, էլի են չի, ինչ-որ պտիլի, ինչ ասեմ, հակա էլի։ Չեմ կարծում, թե Հայաստանում ամեն բան իրա տեղում է, որտեղ բուրգե գագաթին իրա տեղում չի։ Իմ կարծիքով ոչ մի բան համարյա արդար չի, կամ բան է, որ շատ կեղծ են լինում։ Օրինակ կարող եք ոլորտներ նշել։ Որ հիշեմ կնշեմ, բայց չեմ կարողանում հիշել։ Օրինակ ձեր կարծիքով իրավական ոլորտը մեր երկրում որ դիրքի վրա է։ Ինձ թվում է առաջի դիրքի վրա է, որովհետև շատ է օգնում մարդկանց, ամեն ինչով աշխատում է օգնել, որովհետեւ մարդիկ հանգիստ լինեն։ Իսկ արդյոք արդարացված է դրա գոյությունը։ Իմ կարծիքով այո։